Նման խոսույթ, ինչպիսին լսեցինք կոնկրետ պատգամավորի կողմից, խիստ անընդունելի է, խիստ դատապարտելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, թե վերջին օրերին ինչպիսի քննարկումներ են եղել եւ ինչ բարեկրթության հարաբերական ստացված բարեկրթության մթնոլորտում անդիմություն, իշխանություն, այսպես ասած, քննարկումները, ելույթները ընթանում են։ Ըստ էության արդյոք այս կառուցողական երկխոսությունը կստացվի հաշվի առնելով նաև այս նախադեպը։ Գիտեք, այսպես ասենք, մենք բարեկրթության մթնոլորտի շարունակության կողմնակիցն ենք, ուղղակի անթույլատրելի է նման խոսույթը, անթույլատրելի է։ Մի քանի օր շարունակ կոնկրետ պատգամավորից երևում է մի տուն գալ եւ փորձել սադրել, վիրավորանքներ են հնչում 10 րոպե անընդմեջ։ Եկեք չմեկնաբանեմ, դուք լուսաբանում եք, դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք, ժողովուրդ, բոլորս ստեղ ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Ազգային ժողովը նման խոսույթի տեղ չէ։ Ռուբեն Ռուբինյանից ինչ եք սպասում, որ նա նկատողություն կհայտարարի, կասի, որպեսզի տվյալ ձեր նշած պատգամավորը ներողություն խնդրի իր արտահայտություններից համար, ակնկալիքը ո՞րն է, որ կբերի կառուցողական դաշտ։ Մենք մեր կողմից նշել ենք, գիտեք, մենք իրականում առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք, բայց առաջին ելույթի ժամանակ պարոն Ռուբինյանի հնչեց առաջարկ բարեկիրթ մթնոլորտում, այսպես ասած, ինչպես ինքը ասեց, давайте жизнь բարեկիրթ։ Եվ առաջինը հենց իրենք պետք է պահպանեն։ Իշխող քաղաքացիական պայմանագիր ուժը պետք է պահպանի։ Բայց տեսնում եք, որ ինքը կառուցողական դաշտ է բերում ազգային ժողովին։ Գիտեք ոնց, խոսքերով, այսպես ասած, մի քանի օրը ընդհանուր նախորդ օրերին այո տեսել էինք եւ մինչեւ հայտնի ելույթը տեսել էինք, որ այո ընդհանուր քննարկումներ էին ընթանում, քննարկվում էր երկրի տնտեսությունը, քննարկվում էր քաղբանտարկյալների հարցը, քննարկվում էին շատ ու շատ այլ հարցեր, հայրենիք հասկացություն, բայց հարգելի լրագրողներ, դուք ամեն ինչ բոլորդ շատ լավ հասկանում եք, շատ լավ տեսնում եք, ընդհանուր առմամբ մենք, ինչպես որ ասել ենք, հետևողական ենք լինելու, քննարկումները շարունակել բարեկրթության մթնոլորտում, բայց բոլոր սցենարների, բոլոր դեպքերում եւս պատրաստ ենք նկատի ունեցել։ Պարոն Մանուկյան,